հանրապետության հակակոռուպցիոն դատարանում կզրուցենք ՀՀԿ երիտթևի ղեկավար Հենրիխ Դանելյանի հետ։ Հենց էլի տարածաշրջանային իրողությունների համատեքստում գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշման մասին որքանով է adekvat։ Բարև ձեզ, նախ իշխանության adekvatության մասին խոսելը ուղղակի արդեն զավեշտ է դարել, որովհետև նրանք քաղաքական adekvatության հետ որևէ ընդհանուր աղերս չունեն եւ նրանք դա ապացուցել են բոլոր իրենց գործողություններով, թե 44 օրյա պատերազմի ժամանակ ենք տեսել այդ ոչ adekvatության արդյունքները, թե կոവിഡ്ի կանխարգելիչ գործողությունների բացակայության ժամանակ ենք տեսել այդ արդյունքները, թե Ետ պատերազմյան վիճակում ենք տեսել եւ թե տեսել ենք նաեւ քաղաքական հարթակները, որտեղ նրանք հրաժարվեցին Արցախից, այնպես ինչպես արեցին դա Պրահայում, որ նա հիմա այս իրավիճակում հիմա անհասկանալի գործողություններ է իրականացնում նաեւ Թուրքիայի հետ շփումներում, որ մենք չենք իմանում նրանք ինչ են բանակցում, որևէ պատկերացում չունենք նրանք ինչի շուրջ են բանակցում եւ ինչ քայլերի հերթականություն են նախապատրաստել։ Ուղղակի այս ամեն ինչին, այս տարածաշրջանները մենք անընդհատ խոսել ենք տուրբուլենտ հատվածի մասին, որ մենք ունենք այսօր պայթունավտանգ իրավիճակ, այդ պայթունավտանգ իրավիճակում ուղղակի կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվի սահմանադրական ճանապարհով, իմպիչմենտի գործընթացով ընտրված վարչապետ, որը կունենա ազգային օրակարգ, այն ազգային օրակարգը պետք է վերականգնվի, որը եղել է մինչև 2018 թվականը, որը ոտնահարել է, ոտնահարում է, ոտնահարելու է Նիկոլ Փաշինյանը։ Մենք տեսնում ենք նրա հարձակումները հայ առաքելական եկեղեցուն եւ անգամ այն բարերարներին, որոնք որ քայլեր են ձեռնարկել, որ օտար երկրներում ձևավորեն հայկական ճակատ, ձևավորեն սփյուռք, ձևավորեն այնպիսի իրավիճակ, որ մեր ավանդույթները նաև շարունակական լինեն Սփյուռքում, նա այսօր նախահարցակ եղավ, ինչպես տեսնում եք, եւ իր այդ ոչ հայանպաստ գործողություններով նա փորձում է մասնատել հայ հասարակությանը, մասնատելու արդյունքում, որպեսզի կարողանա հաղթել հայ հասարակությանը, այն հայ հասարակությանը, ում խաբեց, ասելով, որ բերելու է սեր եւ համերաշխություն, բերեց պատերազմ եւ կռիվ, հիմա պատերազմը եւ կռիվը նաև նա ուզում է բերել հոգևոր առումով, այսինքն ֆիզիկական մահը նա ուզում է նաև բերել որպես հոգևոր մահի, այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որպես միակ հենասյունը, որը մնացել է հայկական պետականության մեջ այսօր, նա ուզում է խալխլել եւ քանդել, արդեն տեսնում ենք, թե նա ինչ լեքսիկոնով է խոսում սրբազանների հետ եւ այն մարդկանց հետ, այն բարերարների հետ, որոնք որ փորձում են ամբոստանան, այն քաղաքական ուժերի հետ, որոնք փորձեն ամբոստանան, տեսնում եք նոր քրեական գործեր են հարուցվում մեր բոլորի վրա, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները այս տերորի ենթարկվում են արդեն 7 տարի է մենք դրան սովոր ենք, բայց մենք թույլ չենք տալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այս գործողությունները շարունակի նաև եկեղեցիով եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ուղերձ հղեց, ասելով, որ մենք սպասում ենք վեհապար հայրապետի խոսքին։ Շնորհակալ եմ։